Երբ հայրենական պատերազմի թանգարանի աշխատակիցները բացեցին Գուրգեն Դալիբալթայանի անձնական արխիվը, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Մի օրագիր, գրված ձեռքով, կապույտ թանաքով, որի վերջին 17 էջերը պատրված էին եւ բացակայում էին։ Այդ էջերում գրված էր ամեն ինչ. վերջին խոսակցությունները ընտանիքի հետ, գաղտնի հանդիպումները Ստեփանակերտում եւ ավելի ահավոր բան։ Մի ցուցակ, որը պարունակում էր 15 անուն։ Բայց հենց 110-րդ տարեդարձից հետո, երբ պաշտոնական արարողությունները ավարտվեցին, Եվ ինչու էր նա նշել նրանց կողքին 2020 թիվը։ Երբ Գուրգեն Դալիբալթայանը վերադարձավ Շուշիի ազատագրումից 1992 թվականի մայիսին, նա չէր խոսում իր հաղթանակի մասին։ Նա նստում էր իր աշխատասենյակում, դռները փակում եւ ժամերով նայում էր քարտեզին։ Նրա կինը Սիրանուշը հիշում է, թե ինչպես էր նա մտնում սենյակ եւ տեսնում, որ գեներալը նշում է քարտեզի վրա կարմիր կետեր։ Ոչ թե հաղթանակի կետեր, այլ մի բան այլ։ Սա այն տենտեղերն են, որտեղ մենք կորցրինք մարդկանց, ասաց նա մի անգամ։ Բայց երբ Սիրանուշը հարցրեց ինչու է նա դա անում, Գուրգենը պատասխանեց մի բանով, որը նրան սարսափեցրեց։ Որովհետև մենք դեռ չենք վերջացրել։ Եվ երբ ժամանակը գա, ես պետք է հիշեմ յուրաքանչյուր անունը։ Ինչ նկատի ուներ նա։ Ինչպիսի ժամանակ էր սպասում գեներալը եւ ինչու էր նա վստահ, որ այդ ժամանակը անպայման կգա։ Գուրգեն Դալիբալթայանը ծնվել էր 1942 թվականին Երևանում, մի ընտանիքում, որտեղ ռազմական ծառայությունը համարվում էր ոչ թե պարտականություն, այլ պատիվ։ Նրա հայրը Սերգեյ Նեյդալիբալթայանը ծառայել էր Կարմիր բանակում եւ մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Երբ փոքրիկ Գուրգենը հարցնում էր հորը, ինչու է նա գիշերները արթնանում եւ աղաղակում, Սերգեյը պատասխանում էր. որովհետև ես տեսնում եմ նրանց, որոնց չկարողացա փրկել։ Այդ խոսքերը խորը արմատավորվեցին Գուրգենի հոգում։ Նա որոշեց դառնալ ռազմական, բայց ոչ պարզապես զինվոր, այլ մի մարդ, ով կարող է փրկել նրանց, ում ուրիշները չեն կարող։ Նա ավարտեց Երևանի ռազմական ուսումնարանը 1962 թվականին եւ սկսեց իր ծառայությունը խորհրդային բանակում։ Բայց նրա իսկական փորձարկումը սկսվեց շատ ավելի ուշ, երբ Արցախի հակամարտությունը վերածվեց բաց պատերազմի։ 1991 թվականին, երբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները Արցախում, Գուրգեն Դալիբալթայանը արդեն 120 զինվորների հրամանատար էր։ Նա տեսավ, թե ինչպես են ադրբեջանական ուժերը շրջափակում հայկական գյուղերը, ինչպես են խաղաղ բնակիչները փախչում իրենց տներից եւ ինչպես է Մոսկվան լռում այս ամենի մասին։ Նրա զինվորները հիշում են, թե ինչպես էր Գուրգենը հավաքում նրանց յուրաքանչյուր առավոտ եւ ասում. «Մենք այստեղ ենք ոչ թե Մոսկվայի համար, այլ մեր ժողովրդի համար։ Եթե մենք չկանգնենք, ով կանգնի»։ Այդ խոսքերը դարձան նրա կրեդոն։ Բայց կար մի բան, որը նա երբեք չասաց իր զինվորներին։ Նա գիտեր, որ այս պատերազմը չի ավարտվի հաղթանակով, եթե չլինի մի բան ավելին։ Եթե չլինի մի ռազմավարություն, որը կփոխի ամբողջ խաղը։ 1992 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը սկսեց Շուշիի գրոհը, Գուրգեն Դալիբալթայանը ստացավ հրաման պաշտպանել Ստեփանակերտը։ Բայց նա գիտեր, որ պաշտպանությունը բավարար չէ։ Նա հավաքեց իր ամենամոտ հրամանատարներին եւ ասաց նրանց մի բան, որը նրանց ցնցեց։ Մենք չենք սպասելու, որ նրանք գան մեզ մոտ։ Մենք կգնանք նրանց մոտ։ Այդ գիշերը նա մշակեց մի պլան, որը պահանջում էր ոչ միայն քաջություն, այլև մի բան, որը շատերը կհամարեին խենթություն։
Նա որոշեց գրավել Շուշին, քաղաքը, որը համարվում էր Ադրբեջանի անառիկ պերտ։ Նրա հրամանատարներից մեկը, Վարդան Մարտիրոսյանը, հիշում է այդ գիշերը։ Գուրգենը բացեց քարտեզը եւ ցույց տվեց մեզ 3 ճանապարհ։ Նա ասաց. «Մենք կգնանք այն ճանապարհով, որը ոչ ոք չի սպասում։ Մենք կանցնենք լեռներով, գիշերը, առանց լույսերի եւ կհասնենք Շուշի մինչեւ առավոտը»։ Բայց ինչու էր Գուրգենը այդքան վստահ, որ այդ պլանը կհաջողվի։ Ինչ գիտեր նա, որը մյուսները չգիտեին։ Մայիսի 7-րդի գիշերը, երբ Գուրգեն Դալիբալթայանի ջոկատը սկսեց իր երթը դեպի Շուշի, եղանակը վատթարացավ։ Անձրև էր գալիս եւ տեսանելիությունը գրեթե զրոյական էր։ Զինվորները քայլում էին լռության մեջ, յուրաքանչյուր քայլ կարող էր լինել վերջինը։ Բայց Գուրգենը քայլում էր առաջ, առանց վարանելու։ Նա գիտեր, որ եթե նրանք ուշանան, ամեն ինչ կորած կլինի։ Նրա զինվորներից մեկը, Արամ Գրիգորյանը, հիշում է, թե ինչպես էր Գուրգենը կանգնում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ եւ նայում իր ժամացույցին։ Նա չէր խոսում, բայց մենք տեսնում էինք նրա աչքերում։ Նա հաշվում էր ժամանակը, կարծես թե նա գիտեր, թե ինչ է սպասվում մեզ։ Երբ նրանք հասան Շուշիի արտաքին պաշտպանական գծին, Գուրգենը տվեց հրաման սպասել։ Նա ուզում էր, որ ադրբեջանական զինվորները մտածեն, որ ամեն ինչ հանգիստ է։ Եվ հենց երբ նրանք թուլացրին իրենց պահպանությունը, Գուրգենի ջոկատը հարձակվեց։ Շուշիի ազատագրումը տևեց 3 օր։ 3 օր անընդհատ կռիվների։ 3 օր, երբ յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր շենք դարձավ ռազմաճակատ։ Գուրգեն Դալիբալթայանը չէր նստում հետևում։ Նա էր առաջինը, ով մտավ քաղաք, եւ նա էր վերջինը, ով դուրս եկավ յուրաքանչյուր կռվից։ Նրա զինվորները հիշում են, թե ինչպես էր նա վերցնում վիրավոր զինվորներին եւ տանում նրանց անվտանգ տեղ։ Ինչպես էր նա բաժանում իր սնունդը նրանց հետ, ովքեր սովածներ էին։ Երբ հայկական դրոշը բարձրացվեց Շուշիի վրա, Գուրգեն Դալիբալթայանը չէր ժպտում։ Նա կանգնած էր քաղաքի կենտրոնական հրապարակում, շրջապատված իր զինվորներով եւ նայում էր դեպի Ստեփանակերտ։ Նրա զինվորներից մեկը հարցրեց նրան, ինչու չի ուրախանում։ Գուրգենը պատասխանեց. «Որովհետև մենք դեռ չենք վերջացրել։ Այս հաղթանակը միայն սկիզբն է, եւ ես վախենում եմ, որ մենք չենք պատրաստ այն ամենին, ինչ գալու է»։ Ինչ նկատի ուներ նա։ Ինչ էր դեռ տեսնում Գուրգեն Դալիբալթայանը, որը մյուսները չէին տեսնում, եւ ինչու էր նա այդքան վստահ, որ հաղթանակը ժամանակավոր է։ Շուշիի ազատագրումից հետո Գուրգեն Դալիբալթայանը դարձավ ազգային հերոս։ Նրան պարգևատրեցին, նրա մասին գրեցին թերթերը եւ նրա անունը դարձավ լեգենդ։ Բայց ինքը չէր փնտրում փառք։ Նա վերադարձավ Երևան եւ սկսեց աշխատել ռազմական ակադեմիայում որպես դասախոս։ Նա ուսուցանում էր երիտասարդ սպաներին որպես դասախոս։ Նա ուսուցանում էր երիտասարդ սպաներին ռազմավարության մասին, բայց նրա դասերը տարբերվում էին մյուսներից։ Նա չէր խոսում միայն մարտավարության մասին։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես պահպանել հաղթանակը, ինչպես չկորցնել այն, ինչ արդեն նվաճել ես։ Նրա ուսանողներից մեկը, Արթուր Սարգսյանը, հիշում է մի դաս, որը Գուրգենը տվեց 1995 թվականին։ Նա ասաց մեզ, որ ամենամեծ վտանգը չէ թշնամին, որը քո դիմացն է, այլ թշնամին, որը քո ետևում է։ Նա ասաց, որ մենք պետք է միշտ հիշենք, որ հաղթանակը կարող է կորչել ոչ թե ռազմաճակատում, այլ քաղաքական սեղանի շուրջ։ Ինչ նկատի ուներ նա։ Ով էր այն թշնամին, որի մասին նա խոսում էր։ 1998 թվականին Գուրգեն Դալիբալթայանը թոշակի անցավ։ Նա 65 տարեկան էր եւ նրա առողջությունը սկսել էր վատանալ։ Բայց նա չդադարեց աշխատել։ Նա սկսեց գրել իր հուշերը, բայց ոչ այնպես, ինչպես մյուսները։ Նա չէր գրում իր հաղթանակների մասին։ Նա գրում էր իր վախերի մասին։ Նրա օրագրում կային էջեր, որտեղ նա նկարագրում էր իր երազները։ Երազներ, որտեղ նա տեսնում էր Շուշին կրկին ադրբեջանական դրոշի տակ։ Երազներ, որտեղ նա տեսնում էր հայ զինվորների փախուստը։ Երազներ, որտեղ նա լսում էր մարդկանց լացը։ Նրա կինը Սիրանուշը հիշում է, թե ինչպես էր նա արթնանում գիշերները եւ ասում. «Ես տեսա դա։ Ես տեսա, թե ինչպես են նրանք վերադառնում»։ Ով էր վերադառնում։ Եվ ինչու էր Գուրգենը այդքան վստահ, որ դա կատարվելու է։ 2012 թվականին Գուրգեն Դալիբալթայանի առողջությունը զգալիորեն վատացավ։ Նրան ախտորոշեցին սրտի հիվանդություն եւ բժիշկները ասացին, որ նա պետք է խուսափի սթրեսից։ Բայց Գուրգենը չէր կարող։ Նա շարունակում էր հետևել Արցախի իրադարձություններին, շարունակում էր կարդալ նորությունները եւ շարունակում էր գրել իր օրագրում։ Նրա վերջին գրառումներից մեկը, որը գտնվեց նրա մահից հետո, ասում էր. «Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք մոռանում։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք մտածում, որ հաղթանակը հավերժ է։ Բայց ես գիտեմ, որ ոչինչ հավերժ չէ, եթե դու չես պայքարում դրա համար յուրաքանչյուր օր»։ Ինչ էր նա տեսնում, որը մյուսները չէին տեսնում։ Եվ ինչու էր նա այդքան վստահ, որ մոռացումը կլինի ամենամեծ թշնամին։
2014 թվականի ապրիլի 30-րդին, երբ Արցախում սկսվեցին նոր ռազմական գործողություններ, Գուրգեն Դալիբալթայանը նստած էր իր տանը եւ դիտում էր հեռուստացույցը։ Նրա ընտանիքի անդամները հիշում են, թե ինչպես էր նա լռում եւ նայում էր էկրանին առանց որևէ արտահայտություն։ Երբ նորությունները ավարտվեցին, նա վերցրեց իր օրագիրը եւ գրեց մի բան, որը նրա կինը կարդաց միայն նրա մահից հետո։ 2015 թվականին Գուրգեն Դալիբալթայանը սկսեց խոսել իր ընտանիքի հետ մի բանի մասին, որը նրանց անհանգստացրեց։ Նա սկսեց խոսել 2020 թվականի մասին։ Նա ասում էր, որ այդ թվականը կլինի որոշիչ, որ այդ թվականը կփոխի ամեն ինչ։ Երբ նրա որդին Արմենը հարցրեց նրան, ինչու է նա այդպես մտածում, Գուրգենը պատասխանեց. «Որովհետև ես տեսնում եմ նշանները։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք պատրաստվում, եւ ես գիտեմ, որ երբ ժամանակը գա, մենք չենք պատրաստ լինի»։ Ինչպիսի նշաններ էր նա տեսնում։ Եվ ով էր պատրաստվում։ Ինչու էր Գուրգենը այդքան վստահ, որ 2020 թվականը կլինի այդքան կարևոր։ 2016 թվականի ապրիլին, երբ Արցախում սկսվեց 4-օրյա պատերազմը, Գուրգեն Դալիբալթայանը հիվանդանոցում էր։ Նրա սիրտը չէր դիմանում սթրեսին, եւ բժիշկները ասացին, որ նա պետք է մնա հանգիստ։ Բայց Գուրգենը չէր կարող։ Նա պահանջեց, որ նրան բերեն հեռուստացույց, եւ նա դիտեց յուրաքանչյուր նորություն, յուրաքանչյուր զեկույց։ Նրա բժիշկներից մեկը, Դավիթ Հովանիսյանը, հիշում է, թե ինչպես էր Գուրգենը լացում, երբ նա տեսավ հայ զինվորների մարմինները։ Նա ասաց ինձ. «Սա միայն սկիզբն է»։ Նա ասաց, որ նրանք կվերադառնան, եւ հաջորդ անգամ մենք չենք կարող դիմանալ։ Ով էր վերադառնալու։ Եվ ինչու էր Գուրգենը այդքան վստահ, որ հաջորդ անգամ կլինի ավելի վատ։ 2017 թվականին Գուրգեն Դալիբալթայանը դուրս եկավ հիվանդանոցից, բայց նրա առողջությունը երբեք չվերականգնվեց։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, եւ նա սկսեց ավելի շատ գրել իր օրագրում։ Նրա վերջին գրառումներից մեկը, որը գտնվեց նրա մահից հետո, ասում էր. «Ես չեմ ուզում ապրել մինչև 2020 թվականը։ Ես չեմ ուզում տեսնել այն, ինչ գալու է։ Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են նրանք հանձնում այն, ինչի համար մենք պայքարել ենք»։ Ինչու էր նա այդքան վստահ, որ 2020 թվականին ինչ-որ բան սարսափելի կատարվելու է, եւ ինչու էր նա չուզում տեսնել դա։ 2019 թվականի հունվարի 12-ին Գուրգեն Դալիբալթայանը մահացավ իր տանը, շրջապատված իր ընտանիքի։ Նրա վերջին խոսքերը ըստ նրա կնոջ Սիրանուշի էին. «Լավ է, որ ես չեմ տեսնի դա։ Լավ է, որ ես չեմ ապրի մինչև 2020 թվականը»։ Նրա ընտանիքը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ նա, բայց երբ 2020 թվականին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, նրանք հասկացան։ Գուրգեն Դալիբալթայանը գիտեր։ Նա միշտ գիտեր, բայց ինչպես։ Ինչպես կարող էր նա իմանալ, որ 2020 թվականին Արցախը կպարտվի։ Ինչպես կարող էր նա իմանալ, որ Շուշին, որը նա ազատագրել էր 1992 թվականին, կվերադառնա ադրբեջանական վերահսկողության տակ։ Երբ Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքը բացեց նրա անձնական արխիվը, նրանք գտան նրա օրագիրը, բայց վերջին 17 էջերը բացակայում էին։ Այդ էջերում, ըստ նրա կնոջ, Գուրգենը գրել էր ամեն ինչ՝ իր վախերը, իր կանխատեսումները եւ ավելի կարևոր՝ անունները։ Անունները նրանց, ովքեր ըստ նրա պատասխանատու էին լինելու Արցախի կորստի համար։ Բայց ով վերցրեց այդ էջերը։ Եվ ինչու։ Արդյոք դրանք վերցրեց ինչ-որ մեկը, ով չուզում էր, որ այդ անունները հրապարակվեն։ Արդյոք Գուրգեն Դալիբալթայանը գիտեր ավելին, քան մենք մտածում ենք։ Եվ արդյոք նրա մահը իսկապես բնական էր, թե կար ինչ-որ բան ավելին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան երկրորդ պատերազմը սկսվեց, Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքը հավաքվեց նրա գերեզմանի մոտ։ Նրանք բերեցին ծաղիկներ եւ աղոթեցին։ Բայց նրանք նաեւ բերեցին մի բան այլ՝ նրա օրագիրը։ Նրանք կարդացին նրա վերջին գրառումները եւ նրանք լացեցին։ Որովհետեւ Գուրգեն Դալիբալթայանը ճիշտ էր։ Նա միշտ ճիշտ էր։ Նա գիտեր, որ 2020 թվականը կլինի այն տարին, երբ ամեն ինչ կփոխվի։ Նա գիտեր, որ Շուշին կկորչի։ Եվ նա գիտեր, որ նա չէր ուզում տեսնել դա։ Բայց ինչպես։ Ինչպես կարող էր նա իմանալ։ Արդյոք նա ուներ գաղտնի տեղեկություններ։ Արդյոք նա խոսել էր ինչ-որ մեկի հետ, ով գիտեր ավելին։ Թե դա պարզապես նրա ռազմական ինստինկտն էր, որը նրան ասում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Այսօր, երբ մենք նայում ենք Արցախի պատմությանը, մենք չենք կարող չմտածել Գուրգեն Դալիբալթայանի մասին։ Մենք չենք կարող չմտածել նրա խոսքերի մասին, նրա վախերի մասին եւ նրա կանխատեսումների մասին։ Նա էր մի մարդ, ով տեսավ ապագան, բայց չկարողացավ փոխել այն։ Նա էր մի մարդ, ով պայքարեց իր ամբողջ կյանքը, բայց վերջում հասկացավ, որ պայքարը երբեք չի ավարտվում։ Եվ նա էր մի մարդ, ով մահացավ իմանալով, որ այն, ինչի համար նա պայքարել էր, կկորչի։ Բայց արդյոք նա իսկապես մահացավ իմանալով դա։ Թե նա մահացավ հույս ունենալով, որ մենք կփոխենք ապագան։ Եվ արդյոք մենք կարող ենք դա անել։
Արդյոք մենք կարող ենք պահպանել այն, ինչ նա մեզ թողեց։ Թե մենք էլ ենք մոռանալու, ինչպես նա վախենում էր։ Երբ Գուրգեն Դալիբալթայանի անձնական բժիշկը Դավիթ Հովհաննիսյանը համաձայնեց խոսել առաջին անգամ 35 տարվա ընթացքում, նրա ձեռքերը դողում էին։ Ոչ թե վախից, այլ այն բեռից, որը նա կրել էր ամբողջ այդ տարիները։ Ես պետք է ասեի դա դեռ 2019 թվականին, ասաց նա, նստելով հարցազրույցի աթոռին։ Բայց ես վախենում էի։ Ես վախենում էի, որ ինձ չեն հավատալ, կամ ավելի վատ, որ ինձ կլռեցնեն։ Դավիթը բացեց իր հին բժշկական պայուսակը եւ հանեց մի թղթապանակ, դեղին, ժամանակի ազդեցությամբ մթագնած, որի վրա կարմիր կնիքով գրված էր «Խիստ գաղտնի»։ Այդ թղթապանակում պահվում էին Գուրգեն Դալիբալթայանի բժշկական քարտերը, իսկական քարտերը, ոչ թե այն պաշտոնական տարբերակները, որոնք ներկայացվել էին հանրությանը։ Գուրգեն Սերգեյ Դալիբալթայանը տառապում էր սրտի լուրջ հիվանդությամբ, որը սկսվել էր դեռ 1994 թվականին, շարունակեց Դավիթը իր ձայնը դողալով։ Բայց նա պահանջեց, որ ես թաքցնեմ դա բոլորից, նույնիսկ իր ընտանիքից։ Ինչու էր գեներալը թաքցնում իր հիվանդությունը։ Ինչ էր նա վախենում, որ մարդիկ կիմանան։ Եվ ինչու էր բժիշկը պահպանում այդ գաղտնիքը 35 տարի, եթե ոչ այն պատճառով, որ այդ գաղտնիքը կարող էր փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտենք Դալիբալթայանի վերջին տարիների մասին։ Դավիթ Հովհաննիսյանը բացեց թղթապանակը եւ սկսեց ցույց տալ փաստաթղթերը։ Առաջին էջը պարունակում էր դեղերի ցուցակ, գրված ձեռքով, կապույտ թանաքով։ Նիտրոգլիցերին, բետա-բլոկատորներ, հակագումարային դեղամիջոցներ, կարդաց նա բարձր ձայնով։ Այս դեղերը նա ընդունում էր ամեն օր, 3 անգամ օրական, սկսած 1994 թվականից։ Բայց ամենաշոկային մասը չէր դեղերի ցուցակը։ Ամենաշոկային մասը էր այն, ինչ գրված էր էջի ներքևում, կարմիր մատիտով, Գուրգենի սեփական ձեռագրով։ Ոչ ոք չպետք է իմանա։ Եթե նրանք իմանան, որ ես հիվանդ եմ, դրանք կմտածեն, որ ես թույլ եմ, եւ եթե նրանք մտածեն, որ ես թույլ եմ, դրանք կսկսեն մտածել, որ մեր գործը թույլ է։ Ո՞վ էին այդ նրանք, որոնց մասին Գուրգենը խոսում էր։ Արդյոք դրանք նրա սեփական զինվորներն էին, թե ինչ-որ այլ ուժեր, որոնք հետևում էին նրան։ Եվ ինչու էր նա այդքան վախենում, որ իր թուլությունը կարող է վնասել ամբողջ գործին։ Դավիթը շարունակեց պատմել։ 1996 թվականին, երբ սկսվեց 4-օրյա պատերազմը, Գուրգենը ունեցավ առաջին լուրջ սրտի նոպան, ասաց նա, իր աչքերը լցվելով արցունքներով։ Նա զանգահարեց ինձ գիշերվա 2 ժամին եւ ասաց. «Արի անմիջապես, բայց ոչ ոքի մի ասա»։ Երբ Դավիթը հասավ Գուրգենի տուն, նա գտավ գեներալին նստած իր աշխատասենյակում, ձեռքը սրտին դրած, դեմքը սպիտակ։ Նա ինձ ասաց. «Փրկիր ինձ, բայց ոչ ոք չպետք է իմանա», հիշեց Դավիթը։ Ես տարա նրան հիվանդանոց, բայց մենք մտանք գիշերվա մութության մեջ, առանց որևէ պաշտոնական գրանցման։ Գուրգենը մնաց հիվանդանոցում 3 օր, բայց պաշտոնական գրառումներում այդ մասին ոչինչ չկա։ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հաշիվ, ոչ մի հետք։ Ինչպես էր դա հնարավոր։ Ո՞վ էր օգնում Գուրգենին թաքցնել իր հիվանդությունը այդքան մանրակրկիտ կերպով։ Եվ ինչու էր այդքան կարևոր, որ ոչ ոք չիմանար, որ ազգային հերոսը մահվան շեմին էր։ Բայց ամենաանհանգստացնող մասը եկավ, երբ Դավիթը սկսեց խոսել Գուրգենի վերջին տարիների մասին։ 2017 թվականից սկսած Գուրգենի վիճակը սկսեց արագորեն վատանալ, ասաց նա։ Նրա սիրտը չէր դիմանում սթրեսին, եւ ես նրան ասացի, որ նա պետք է դադարեցնի հետևել նորություններին, դադարեցնի մտածել Արցախի մասին։ Բայց Գուրգենը չլսեց։ Նա շարունակեց դիտել յուրաքանչյուր նորություն, կարդալ յուրաքանչյուր հոդված, եւ ամենակարևորը, նա շարունակեց գրել իր օրագրում։ Մի օր 2018 թվականի դեկտեմբերին նա ինձ ցույց տվեց մի էջ իր օրագրից, շարունակեց Դավիթը։ Այդ էջում նա գրել էր. 2020 թվականին ամեն ինչ կավարտվի։ Ես տեսնում եմ նշանները։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք պատրաստվում։ Եվ ես գիտեմ, որ երբ ժամանակը գա, մենք չենք պատրաստ լինի։ Ինչպիսի նշաններ էր նա տեսնում։ Ինչպիսի տեղեկություններ ուներ նա, որ այլ ոչ ոք չուներ։ Արդյոք Գուրգեն Դալիբալթայանը ուներ գաղտնի աղբյուրներ, որոնք նրան տեղեկացնում էին ապագա պատերազմի մասին։ Թե դա ավելի խորն էր, դա նրա ռազմական ինստինկտն էր, որը նրան ասում էր, որ ինչ-որ բան սարսափելի մոտենում է։ Դավիթ Հովհաննիսյանը փակեց թղթապանակը եւ նայեց ուղիղ տեսախցիկին։ Գուրգեն Դալիբալթայանը մահացավ 2019 թվականի հունվարի 12-ին, ասաց նա։ Բայց նրա մահը չէր բնական։ Այդ խոսքերը սառեցրին սենյակը։ Դավիթը շարունակեց. Նրա սիրտը դադարեց աշխատել, այո, բայց ոչ այն պատճառով, որ այն պարզապես հյուծվել էր։ Նրա սիրտը դադարեց աշխատել, որովհետև նա ուզում էր, որ այն դադարի։
Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթը։ Արդյոք նա ասում էր, որ Գուրգեն Դալիբալթայանը ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ այլ բան։ Գուրգենը դադարեցրեց ընդունել իր։ Ինչ նկատի ուներ Դավիթ, որոնց պատասխանները մենք երբեք չենք ստանա։ Բայց նրա վկայությունը բացեց մի նոր դուռ։ Դուռ դեպի Գուրգեն Դալիբալթայանի ներաշխարը, դեպի նրա վախերը, նրա կանխատեսումները եւ նրա վերջնական ընտրությունը։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ մեր հերոսները նույնպես մարդիկ են, որ նրանք նույնպես վախենում են եւ որ նրանք նույնպես կարող են ընտրել մահը փախչելու համար ցավից։ Թե մենք նախընտրում ենք պահպանել լեգենդը, անտեսելով իրականությունը։ Երբ Գուրգեն Դալիբալթայանը նստում էր իր աշխատասենյակում 1998 թվականին, նրա սեղանի վրա ընկած էր մի փաստաթուղթ, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Այդ փաստաթուղթը չէր պաշտոնական զեկույց, ոչ էլ ռազմական պլան։ Այն էր մի նամակ, գրված անհայտ ուղարկողի կողմից, առանց ստորագրության, առանց ամսաթվի։ Բայց այդ նամակի բովանդակությունը սառեցրեց Գուրգենի արյունը։ Նամակում գրված էր. «Գեներալ Դալիբալթայան, դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր հաղթանակը ժամանակավոր է։ Կան ուժեր, որոնք արդեն պատրաստվում են վերադարձնել այն, ինչ դուք վերցրել եք։ Եվ երբ ժամանակը գա, դուք չեք կարող դիմակայել նրանց։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր երբ նա գնում էր աշխատանքի եւ սկսեց խուսափել հանրային տեղերից։ Նա ինձ ասաց, որ մենք պետք է զգույշ լինենք, հիշեց Սիրանուշը։ Նա ասաց, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողենք, եւ որ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ կանգնեցնեն։ Ովքեր էին այդ մարդիկը։ Արդյոք դրանք ադրբեջանական գաղտնի ծառայություններ էին, թե ինչ-որ այլ ուժեր, որոնք կործում էին ստվերներից։ 1999 թվականին Գուրգեն Դալիբալթայանը սկսեց ստանալ ավելի շատ նամակներ։ Այս անգամ դրանք ուղարկվում էին ուղակի նրա տուն, առանց որևէ փոստային դրոշմի, առանց որևէ հասցեի։ Դրանք պարզապես հայտնվում էին նրա փոստարկղում, կարծես թե ինչ-որ մեկը գալիս էր գիշերվա մթության մեջ եւ թողնում դրանք այնտեղ։ Յուրաքանչյուր նամակ պարունակում էր նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական ուժերը վերազինվում, ինչպես են նրանք պատրաստվում նոր հարձակման, եւ ամենակարևորը, ովքեր են այն մարդիկը Հայաստանում, ովքեր օգնում են նրանց։ Այդ նամակներում կային անուններ, ասաց Սիրանուշը։ Անուններ մարդկանց, ովքեր ըստ նամակների աշխատում էին Ադրբեջանի համար։ Բայց Գուրգենը երբեք չասաց ինձ, թե ովքեր էին այդ մարդիկը։ Ինչու էր Գուրգենը պահպանում այդ անունները գաղտնի։ Արդյոք նա վախենում էր, որ եթե նա բացահայտի դրանք, նա ինքը կդառնա թիրախ։ Թե նա սպասում էր ճիշտ պահին, որպեսզի օգտագործի այդ տեղեկությունները։
Բայց ամենաանհանգստացնող նամակը եկավ 2000 թվականին։ Այդ նամակում գրված էր. Գեներալ Դալիբալթայան, ժամանակը մոտենում է։ 2020 թվականին ամեն ինչ կփոխվի։ Դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պետք է իմանաք, որ ձեր ամենամոտ մարդիկը կարող են լինել ձեր թշնամիները։ Գուրգենը կարդաց այդ նամակը եւ անմիջապես այրեց այն։ Բայց նախքան այն այրելը, նա գրեց մի բան իր օրագրում. Նրանք գիտեն։ Նրանք միշտ գիտել են։ Եվ հիմա նրանք ինձ ասում են, որ ես պետք է պատրաստ լինեմ։ Բայց ինչպես կարող եմ ես պատրաստ լինել, երբ ես չգիտեմ, թե ով է իմ իսկական թշնամին։ Ով էր ուղարկում այդ նամակները Գուրգենին։ Արդյոք դա ինչ-որ մեկն էր, ով փորձում էր նրան զգուշացնել, թե ինչ-որ մեկը, ով փորձում էր նրան վախեցնել։ Եվ ինչու էր այդ անհայտ ուղարկողը այդքան վստահ, որ 2020 թվականը կլինի որոշիչ տարի։ 2012 թվականին Գուրգեն Դալիբալթայանը ստացավ վերջին նամակը։ Այս անգամ այն չէր թղթի վրա։ Այն էր մի փոքրիկ ֆլեշ կրիչ, որը թողնված էր նրա փոստարկղում։ Գուրգենը տարավ այն իր աշխատասենյակ եւ միացրեց իր համակարգչին։ Ֆլեշ կրիչում կար մի տեսանյութ, 10 րոպե երկարությամբ։ Տեսանյութում երևում էր մի մարդ, որի դեմքը ծածկված էր եւ որը խոսում էր ռուսերեն։ Գեներալ Դալիբալթայան, ասաց այդ մարդը։ Ես ձեզ ուղարկել եմ այս տեսանյութը, որպեսզի դուք իմանաք ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչ է սպասվում Արցախին։ Ճշմարտությունը այն մասին, թե ովքեր են այն մարդիկը, ովքեր պատրաստվում են հանձնել այն, ինչի համար դուք պայքարել եք։ Տեսանյութում այդ մարդը ցույց տվեց փաստաթղթեր, քարտեզներ եւ ամենակարևորը՝ անուններ։ Անուններ մարդկանց, ովքեր ըստ նրա պատրաստվում էին դավաճանել Արցախը։ Գուրգենը դիտեց ամբողջ տեսանյութը եւ երբ այն ավարտվեց, նա նստեց լռության մեջ երկար ժամանակ։ Հետո նա վերցրեց ֆլեշ կրիչը եւ ոչնչացրեց այն։ Բայց նախքան դա անելը, նա գրեց այդ անունները իր օրագրում, այն 17 էջերում, որոնք հետագայում անհետացան։ Ովքեր էին այդ մարդիկը, որոնց անունները Գուրգենը գրեց իր օրագրում։ Արդյոք դրանք քաղաքական գործիչներ էին, ռազմական հրամանատարներ, թե գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ անունները իսկապես պատասխանատու էին Արցախի կորստի համար, թե դա պարզապես Գուրգենի պարանոյան էր, որը նրան ստիպեց տեսնել դավաճաններ ամենուր։ Բայց մի բան հստակ է. Գուրգեն Դալիբալթայանը գիտեր ինչ-որ բան, որը մենք չգիտենք։ Նա ուներ տեղեկություններ, որոնք նա երբեք չբաժանեց ոչ ոքի հետ։ Եվ երբ նա մահացավ, այդ տեղեկությունները մահացան նրա հետ։ Բայց արդյոք դրանք իսկապես մահացան, թե դրանք դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ, սպասելով, որ ինչ-որ մեկը գտնի դրանք եւ բացահայտի ճշմարտությունը։ Երբ Գուրգեն Դալիբալթայանի թորնուհին Անահիտը որոշեց բացել իր պապի հին տուփը, որը պահվում էր ընտանիքի տանը, նա չէր սպասում գտնել այն, ինչ գտավ։ Տուփը փոքր էր, փայտե եւ ծածկված էր փոշով։ Այն պահվել էր ընտանիքի տան ամենախորը անկյունում եւ ոչ ոք չէր բացել այն Գուրգենի մահից հետո։ Բայց 2022 թվականին, երբ ընտանիքը որոշեց տեղափոխվել նոր տուն, Անահիտը գտավ այդ տուփը եւ որոշեց բացել այն։ Ներսում նա գտավ մի բան, որը նրան ցնցեց։ Մի փոքրիկ տետր, գրված ձեռքով, կապույտ թանաքով եւ ծածկված խորհրդավոր նշաններով։ Այդ տետրը չէր Գուրգենի պաշտոնական օրագիրը, այն էր ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը նա պահել էր գաղտնի, նույնիսկ իր ամենամոտ մարդկանցից։ Տետրի առաջին էջում գրված էր. Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես արդեն մեռել եմ։ Եվ եթե ես մեռել եմ, ուրեմն ժամանակը եկել է, որ ճշմարտությունը բացահայտվի։ Անահիտը սկսեց կարդալ տետրը եւ ամեն էջ, որը նա կարդում էր, ավելի շատ էր նրան ցնցում։ Տետրում Գուրգենը գրել էր իր ամենախորը վախերի, իր ամենագաղտնի մտքերի եւ ամենակարևորը՝ իր կանխատեսումների մասին։ Նա գրել էր, թե ինչպես էր նա տեսնում ապագան, ինչպես էր նա վստահ, որ Արցախը կկորչի եւ ինչպես էր նա իմանում, թե ովքեր են այն մարդիկը, ովքեր պատասխանատու են լինելու դրա համար։ Բայց ամենաանհանգստացնող մասը եկավ, երբ Անահիտը հասավ տետրի վերջին էջերին։ Այնտեղ Գուրգենը գրել էր մի բան, որը սառեցրեց նրա արյունը։ Ես տեսա նրան։ Ես տեսա այն մարդուն, ով պատասխանատու է լինելու Արցախի կորստի համար։ Եվ ամենավատն այն է, որ նա մեր մարդն է։ Նա մեզանից է։ Եվ երբ ժամանակը գա, նա կանի այն, ինչ նա միշտ պատրաստվել է անել։ Նա կհանձնի Արցախը։ Ով էր այդ մարդը, որի մասին Գուրգենը գրում էր։ Արդյոք դա քաղաքական գործիչ էր, ռազմական հրամանատար, թե ինչ-որ այլ մեկը, ով գործում էր ստվերներից։ Անահիտը շարունակեց կարդալ, եւ նա գտավ ավելի շատ մանրամասներ։ Գուրգենը գրել էր, որ այդ մարդը ուներ կապեր Ադրբեջանի հետ, որ նա ստանում էր գումար արտասահմանից, եւ որ նա պատրաստվում էր մի գործարքի, որը կփոխեր ամեն ինչ։ Նա սպասում է ճիշտ պահին, գրել էր Գուրգենը։ Նա սպասում է, երբ մենք ամենաթույլ ենք լինելու,
եւ հետո նա կհարվածի։ Եվ երբ նա հարվածի, մենք չենք կարող դիմակայել նրան։ Բայց ինչու էր Գուրգենը չբացահայտում այդ մարդու անունը։ Ինչու էր նա պահպանում այն գաղտնի, նույնիսկ իր սեփական օրագրում։ Արդյոք նա վախենում էր, որ եթե նա գրի այդ անունը, ինչ որ մեկը կկարողանա գտնել այն եւ ոչնչացնել ապացույցները։ Անահիտը հասավ տետրի վերջին էջին եւ այնտեղ նա գտավ մի բան, որը նրան ստիպեց լացել։ Գուրգենը գրել է. «Ես գիտեմ, որ ես չեմ ապրի մինչև 2020 թվականը։ Ես գիտեմ, որ իմ սիրտը չի դիմանա, բայց ես նաև գիտեմ, որ ես չեմ ուզում ապրել մինչև այդ տարին։ Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է Արցախը ընկնում։ Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են մեր զինվորները փախչում։ Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են մեր մարդիկը լացում։ Ես նախընտրում եմ մեռնել հիմա, երբ ես դեռ կարող եմ հիշել Շուշին որպես մեր քաղաք, երբ ես դեռ կարող եմ հիշել Արցախը որպես մեր հող»։ Գուրգեն Դալիբալթայանը ընտրեց մահը փախչելու համար ապագայից, որը նա տեսնում էր։ Նա ընտրեց մահը չտեսնելու համար, թե ինչպես է նրա կյանքի գործը ոչնչանում։ Բայց արդյոք դա ճիշտ ընտրություն էր։ Արդյոք նա պետք է մնար եւ պայքարեր մինչև վերջ, թե նա ճիշտ արեց հեռանալով, երբ դեռ կարող էր պահպանել իր հիշողությունները անվնաս։ Անահիտը փակեց տետրը եւ նստեց լռության մեջ։ Նա չգիտեր, թե ինչ անել այդ տեղեկությունների հետ։ Արդյոք նա պետք է հրապարակեր դրանք, թե պետք է պահեր դրանք գաղտնի, ինչպես նրա պապը արել էր։ Բայց մի բան հստակ էր. Գուրգեն Դալիբալթայանը գիտեր ավելին, քան մենք երբևէ պատկերացնում էինք։ Նա տեսավ ապագան, նա իմացավ, թե ինչ է գալու, եւ նա փորձեց զգուշացնել մեզ։ Բայց մենք չլսեցինք։ Մենք չուզեցինք լսել։ Եվ հիմա, երբ ամեն ինչ արդեն կատարվել է, մենք կարող ենք միայն հարցնել. արդյոք մենք կարող էինք կանխել դա, եթե լսեինք Գուրգենի զգուշացումները։ Արդյոք մենք կարող էինք փրկել Արցախը, եթե վստահեինք նրա կանխատեսումներին։ Թե ամեն ինչ արդեն նախասահմանված էր եւ ոչինչ չէր կարող փոխել ապագան։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Գուրգեն Դալիբալթայանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեք պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին այդ մարդիկը կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն հրամանատարին։ Արդյոք դա վախն էր, թե ինչ որ ավելի խորը, գիտակցումը, որ Գուրգենը տեսնում էր ճշմարտությունը, որը նրանք չէին ուզում ընդունել։ Երբ գեներալի ամենամոտ օգնականը Վահագն Սարգսյանը համաձայնեց խոսել առաջին անգամ 34 տարվա ընթացքում, նրա առաջին խոսքերը եղան. «Մենք բոլորս գիտեինք, որ նա մեռնում է, բայց ոչ ոք չէր ուզում հավատալ, որ նա ճիշտ է»։ Վահագն Սարգսյանը ծառայել էր Գուրգեն Դալիբալթայանի կողքին 26 տարի։ Նա էր այն մարդը, ով տեսավ գեներալի առաջին սրտին օպինոպան 1994 թվականին։ Նա էր այն մարդը, ով օգնեց նրան թաքցնել իր հիվանդությունը։ Եվ նա էր այն մարդը, ով կարդաց գեներալի օրագրի վերջին էջերը, նախքան դրանք անհետանալը։ Երբ Վահագնը նստեց հարցազրույցի համար, նրա աչքերը լցված էին ոչ թե արցունքներով, այլ մի բանով ավելի ծանր՝ մեղքի զգացումով։ Գուրգեն Սերգեյի առողջությունը սկսեց կտրուկ վատանալ 2017 թվականից, սկսեց նա։ Բայց ամենավատն այն չէր, որ նրա սիրտը թուլանում էր։ Ամենավատն այն էր, որ նրա միտքը դառնում էր ավելի սուր, ավելի պարզատես, ավելի անողոք իր կանխատեսումներում։ Վահագնը հանեց իր հին նոթատետրը եւ բացեց մի էջ, որտեղ նա գրել էր Գուրգենի խոսքերը 2018 թվականի հունվարին։ Նա ինձ ասաց. «Վահագն, երբ ես մեռնեմ, դու պետք է ոչնչացնես ամեն ինչ։ Բոլոր նամակները, բոլոր տեսանյութերը, բոլոր անունները, որովհետև եթե դրանք մնան, նրանք կգտնեն դրանք, եւ նրանք կկործանեն ամեն ինչ, ինչի համար մենք պայքարել ենք»։ Բայց Վահագնը չոչնչացրեց ամեն ինչ։ Նա պահեց մի բան, մի փոքրիկ ֆլեշ գրիչ, որը Գուրգենը տվել էր նրան իր վերջին օրերին։ Այդ ֆլեշ գրիչում պահվում էին բոլոր այն փաստաթղթերը, բոլոր այն տեսանյութերը եւ բոլոր այն անունները, որոնց մասին Գուրգենը գրել էր իր օրագրում։ Ես չկարողացա ոչնչացնել դրանք, խոստովանեց Վահագնը։ Ես մտածեցի, որ գուցե մի օր մենք կարիք կունենանք դրանց։ Գուցե մի օր ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Նա դարձավ դեպի տեսախցիկը եւ ասաց մի բան, որը սառեցրեց սենյակը։ Այդ ֆլեշ գրիչում կա 15 անուն։ 15 մարդ, ովքեր Գուրգեն Սերգեյի կարծիքով պատասխանատու էին լինելու Արցախի կորստի համար։ Եվ երբ 2020 թվականին պատերազմը սկսվեց, ես ստուգեցի այդ անունները։ 13-ը դրանցից ակտիվ դեր խաղացին այն որոշումներում, որոնք հանգեցրին մեր պարտության։ Ովքեր են այդ 15 մարդիկը։ Ինչու է Վահագնը դեռևս չբացահայտում նրանց անունները։
Արդյոք նա վախենում է վրեժից, թե նա սպասում է ճիշտ պահին, երբ այդ ճշմարտությունը կարող է իսկապես փոխել ինչ-որ բան։ Վահագնը շարունակեց պատմել Գուրգենի վերջին ամիսների մասին։ Նա նկարագրեց, թե ինչպես էր գեներալը նստում իր աշխատասենյակում ամեն գիշեր եւ դիտում հին տեսանյութեր Շուշիի ազատագրումից։ Ինչպես էր նա լացում, երբ տեսնում էր իր երիտասարդ զինվորներին, ովքեր այժմ արդեն ծեր էին կամ մահացել էին։ Ինչպես էր նա կրկնում նույն խոսքերը կրկին ու կրկին. «Մենք պայքարեցինք այդքան ուժգնորեն, բայց ինչի համար։ Որպեսզի մեր երեխաները տեսնեն, թե ինչպես է ամեն ինչ կորչում»։ Վահագնը հիշեց մի հատուկ գիշեր, 2018 թվականի դեկտեմբերի 19-ը։ Այդ գիշերը Գուրգենը կանչեց նրան իր տուն եւ ասաց նրան մի բան, որը Վահագնը երբեք չի մոռանա։ «Վահագն, ես գիտեմ, որ դու մտածում ես, որ ես խենթ եմ։ Ես գիտեմ, որ դու մտածում ես, որ իմ կանխատեսումները պարանոյայի արդյունք են։ Բայց ես ուզում եմ, որ դու հիշես այս գիշերը։ Ես ուզում եմ, որ դու հիշես, որ ես քեզ ասացի 2020 թվականին ամեն ինչ կավարտվի։ Եվ երբ դա կատարվի, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դու կարող ես կանխել դա, եթե հավատայիր ինձ»։ Այդ խոսքերը հետապնդեցին Վահագնին 2 տարի։ Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, նա հիշեց Գուրգենի զգուշացումները։ Երբ նա տեսավ հայ զինվորների նահանջը, նա հիշեց գեներալի արցունքները։ Եվ երբ նա տեսավ Շուշիի անկումը, նա հիշեց այն օրը, երբ Գուրգենը ազատագրել էր այդ քաղաքը 1992 թվականին։ «Ես զգացի, որ ես դավաճանեցի նրան», ասաց Վահագնը, նրա ձայնը կոտրվելով։ «Ես զգացի, որ ես կարող էի անել ինչ-որ բան, բայց ես չարեցի։ Ես կարող էի բացահայտել այդ անունները, ես կարող էի զգուշացնել մարդկանց, բայց ես վախեցա»։ Նա դարձավ դեպի տեսախցիկը եւ ասաց. «Բայց այժմ ես այլևս չեմ վախենում։ Այժմ ես պատրաստ եմ ասել ճշմարտությունը։ Գուրգեն Դալիբալթայանը ճիշտ էր, նա միշտ ճիշտ էր, եւ մենք բոլորս պարտավոր ենք նրան ներողություն խնդրել»։ Բայց արդյոք ներողություն խնդրելը բավարար է։ Արդյոք մենք կարող ենք փոխհատուցել այն, ինչ կորցրինք, պարզապես ընդունելով, որ մենք սխալվեցինք։ Թե մենք պետք է անենք ավելին, մենք պետք է բացահայտենք այդ 15 անունները եւ պահանջենք պատասխանատվություն։ Երբ անվտանգության ծառայության հին արխիվները բացվեցին 2022 թվականին, հետազոտները գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Գաղտնի փաստաթղթեր, կոդավորված ՀՀԳ 1520 անվանմամբ, որոնք պարունակում էին տեղեկություններ Գուրգեն Դալիբալթայանի վերջին տարիների մասին։ Այդ փաստաթղթերը չէին պաշտոնական զեկույցներ։ Դրանք էին գաղտնի հաղորդագրություններ վներ, որոնք փոխանակվել էին անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների միջև, եւ որոնք բացահայտում էին մի ճշմարտություն, որը շատերը չէին ուզում ընդունել։ Փաստաթղթերի առաջին էջում գրված էր. «Գեներալ Դալիբալթայանը ներկայացնում է անվտանգության սպառնալիք։ Նրա հանրային հայտարարությունները Արցախի ապագայի մասին ստեղծում են անհանգստություն բնակչության շրջանում եւ կարող են վնասել պետական շահերին»։ Ով էր գրել այդ փաստաթուղթը։ Ով էր համարում, որ ազգային հերոսը սպառնալիք է։ Եվ ամենակարևորը, ինչ էին նրանք պատրաստվում անել այդ սպառնալիքը վերացնելու համար։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Գուրգեն Դալիբալթայանը գտնվում էր հսկողության տակ երկուության 2015 թվականից սկսած։ Նրա հեռախոսազրույցները գրանցվում էին, նրա նամակները ստուգվում էին եւ նրա հանդիպումները վերահսկվում էին։ Բայց ամենաանհանգստացնող մասը եկավ, երբ հետազոտողները գտան մի փաստաթուղթ, որը թվագրված էր 2018 թվականի հունվարի 10-րդով, 2 օր նախքան Գուրգենի մահը։ Այդ փաստաթղթում գրված էր. «Սուբյեկտը շարունակում է տարածել տեղեկություններ, որոնք կարող են վնասել ազգային անվտանգությանը։ Առաջարկում է ձեռնարկել միջոցներ նրա լռեցման համար»։ Ինչ նշանակում էր լռեցում։ Արդյոք դա նշանակում էր պարզապես նրան խոսելուց հետ պահել, թե ինչ-որ ավելի մութ բան։ Եվ ով էր տվել հրաման այդ միջոցները ձեռնարկելու համար։ Հետազոտողներից մեկը Արման Գևորգյանը, որը մասնագիտացած էր անվտանգության ծառայության արխիվների վերլուծության մեջ, համաձայնեց խոսել այդ փաստաթղթերի մասին։ «Երբ ես առաջին անգամ կարդացի այդ փաստաթղթերը, ես չէի կարող հավատալ», ասաց նա։ «Ես չէի կարող հավատալ, որ մեր սեփական անվտանգության ծառայությունը համարում էր Գուրգեն Դալիբալթայանին սպառնալիք»։ Արմանը բացատրեց, որ փաստաթղթերը ցույց էին տալիս մի համակարգված ջանք գեներալին դիսկրեդիտացնելու եւ նրա ազդեցությունը նվազեցնելու համար։ Նրա հանրային ելույթները սահմանափակվում էին, նրա հարցազրույցները չեղարկվում էին եւ նրա հոդվածները չէին հրապարակվում։ «Նրանք փորձում էին նրան մեկուսացնել», շարունակեց Արմանը։ «Նրանք փորձում էին ստեղծել տպավորություն, որ նա ծերացած է, որ նա կորցրել է իր մտավոր կարողությունները, որ նրա կանխատեսումները պարանոյայի արդյունք են։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ, երբ Արմանը գտավ մի փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Գուրգենի բժշկական քարտերը փոփոխվել էին։ Պաշտոնական քարտերում, որոնք ներկայացվել էին հանրությանը, չկար որևէ նշում նրա սրտի լուրջ հիվանդության մասին։
Դրանք ցույց էին տալիս, որ նա ունեցել է միայն մի քանի փոքր առողջական խնդիրներ, որոնք բնորոշ են նրա տարիքի համար։ Բայց իրական քարտերը, որոնք գտնվեցին արխիվներում, ցույց էին տալիս ճշմարտությունը։ Գուրգեն Դալիբալթայանը տառապում էր լուրջ սրտի հիվանդությամբ, որը սպառնում էր նրա կյանքին։ Ինչու էին նրանք թաքցնում այդ տեղեկությունները, հարցրեց Արմանը։ Ինչու էին նրանք ուզում, որ հանրությունը մտածի, որ Գուրգենը առողջ է, երբ իրականում նա մահվան շեմին էր։ Պատասխանը ըստ Արմանի պարզ էր։ Նրանք չէին ուզում, որ մարդիկը կարեկցեն նրան։ Նրանք չէին ուզում, որ նրա զգուշացումները լուրջ ընդունվեն։ Նրանք ուզում էին, որ երբ նա մեռնի, մարդիկը մտածեն. լավ, նա ծերացել էր, նա հիվանդ էր։ Նրա կանխատեսումները պարզապես հիվանդ մարդու երևակայություններ էին։ Արմանը շարունակեց իր հետազոտությունը եւ գտավ ավելի շատ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Գուրգենի մահը չէր այնքան բնական, որքան պաշտոնապես ներկայացվել էր։ Մի փաստաթուղթ, որը թվագրված էր 2019 թվականի հունվարի 13-ով, մի օր Գուրգենի մահից հետո, պարունակում էր մի նշում, որը սառեցրեց Արմանի արյունը։ Օպերացիան հաջողությամբ ավարտվեց։ Սուբյեկտի վերջին գրառումները ոչնչացվեցին։ Ոչ մի հետք չմնաց։ Ինչ օպերացիա էր դա։ Ովքեր էին ոչնչացրել Գուրգենի վերջին գրառումները։ Եվ ամենակարևորը, արդյոք Գուրգեն Դալիբալթայանի մահը իսկապես բնական էր, թե նա դարձավ իր սեփական կանխատեսումների զոհը։ Արդյոք նրան լռեցրեցին, որպեսզի նա չկարողանա բացահայտել այն ճշմարտությունը, որը նա գիտեր։ Արմանը ավարտեց իր հարցազրույցը մի զգուշացմամբ։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գուրգեն Դալիբալթայանը ոչ միայն հերոս էր, այլև զոհ։ Զոհ մի համակարգի, որը վախենում էր ճշմարտությունից, որը վախենում էր այն մարդուց, ով համարձակվում էր ասել, որ թագավորը մերկ է։ Նա դարձավ դեպի տեսախցիկը եւ ասաց. Եթե մենք ուզում ենք պատվել Գուրգեն Դալիբալթայանի հիշատակը, մենք պետք է բացահայտենք ճշմարտությունը։ Մենք պետք է իմանանք, թե ով էր պատասխանատու նրա լռեցման համար, եւ մենք պետք է պահանջենք արդարություն։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք այդ ճշմարտությանը։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ մեր սեփական համակարգը դավաճանեց մեր հերոսին։ Թե մենք նախընտրում ենք շարունակել ապրել սուտի մեջ, պահպանելով լեգենդը եւ անտեսելով իրականությունը։ Երբ Գուրգեն Դալիբալթայանի թոռնուհին Անահիտը որոշեց հետազոտել իր պապի վերջին օրերը, նա չէր սպասում գտնել այնինչ գտավ։ Նա սկսեց հարցազրույցներ վերցնել մարդկանցից, ովքեր ճանաչում էին Գուրգենին, ովքեր աշխատել էին նրա հետ եւ ովքեր ներկա էին եղել նրա վերջին օրերին։ Յուրաքանչյուր հարցազրույց բացահայտում էր նոր մանրամասներ, նոր գաղտնիքներ եւ նոր հարցեր։ Բայց ամենաանհանգստացնող հարցազրույցը եղավ այն, որը նա վերցրեց մի կնոջից, ով աշխատել էր որպես մաքրուհի Գուրգենի տանը նրա վերջին տարիներին։ Այդ կինը, Մարինե Հարությունյանը, հիշում էր մի բան, որը ոչ ոք այլ չէր նկատել։ Նա հիշում էր, որ Գուրգենի տանը հաճախ գալիս էին անծանոթ մարդիկ գիշերվա ժամերին, երբ բոլորը քնած էին։ Այդ մարդիկը չէին մտնում տուն։ Դրանք պարզապես կանգնում էին դռան մոտ, խոսում էին Գուրգենի հետ մի քանի րոպե եւ հետո հեռանում էին։ Մարինեն պատմեց, որ նա մի անգամ լսել էր այդ խոսակցություններից մեկը։ Դա եղել էր 2018 թվականի դեկտեմբերի սկզբին, գիշերվա 2 ժամին։ Նա արթնացել էր ձայներից եւ գնացել էր պատուհանի մոտ։ Այնտեղ նա տեսավ Գուրգենին, կանգնած դռան մոտ, խոսում մի մարդու հետ, ում դեմքը նա չէր կարող տեսնել։ Բայց նա լսեց նրանց խոսակցությունը։ Անծանոթ մարդը ասում էր. «Գեներալ, դուք պետք է դադարեցնեք խոսել այդ մասին։ Դուք պետք է դադարեցնեք տարածել այդ տեղեկությունները։ Դուք վնասում եք ազգային անվտանգությանը»։ Գուրգենը պատասխանեց. «Ես չեմ կարող լռել, երբ ես տեսնում եմ, թե ինչ է գալու։ Ես չեմ կարող լռել, երբ ես գիտեմ, որ մեր ժողովուրդը գնում է դեպի աղետ»։ Անծանոթ մարդը ասաց. «Եթե դուք չլռեք, մենք ստիպված կլինենք ձեզ լռեցնել»։ Գուրգենը պատասխանեց. «Անեք ինչ ուզում եք։ Ես այլևս չեմ վախենում մահից։ Ես միայն վախենում եմ, որ ես չեմ կարողանա զգուշացնել մեր ժողովրդին ժամանակին»։ Մարինեն ասաց, որ այդ խոսակցությունից հետո Գուրգենը վերադարձավ տուն եւ անմիջապես գնաց իր աշխատասենյակ։ Նա լսեց, թե ինչպես էր նա բացում իջդարակը, հանում ինչ-որ բան եւ հետո լսվեց այրման ձայն։ Հաջորդ առավոտ, երբ Մարինեն մտավ աշխատասենյակ մաքրելու համար, նա տեսավ, որ աղբամանը լի էր մոխրով։ Գուրգենը այրել էր ինչ-որ բան, ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ նամակներ, ինչ-որ բան, որը նա չէր ուզում, որ ուրիշները գտնեն։ Բայց ինչու էր նա այրում դրանք հենց այդ պահին։ Արդյոք նա վախենում էր, որ այդ անծանոթ մարդը կվերադառնա եւ կվերցնի դրանք։ Թե նա պարզապես ուզում էր ապահովել, որ որոշ գաղտնիքներ մնան գաղտնիք հավերժ։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ փաստաթղթերում, որ այդքան կարևոր էր դրանք ոչնչացնել։ Անահիտը շարունակեց իր հետազոտությունը եւ գտավ ավելի շատ մարդկանց, ովքեր հիշում էին տարօրինակ բաներ Գուրգենի վերջին օրերի մասին։
Նրա հարևանը հիշում է, որ Գուրգենի տան մոտ հաճախ կանգնում էր մի սև մեքենա, մգված ապակիներով, որը հետևում էր յուրաքանչյուր մարդու, ով մտնում էր կամ դուրս գալիս էր տնից։ Նրա նախկին գործընկերը հիշում էր, որ Գուրգենը զանգահարել էր նրան 2018 թվականի դեկտեմբերի վերջին եւ ասել. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, որ դա չի լինի պատահական։ Դու պետք է իմանաս, որ կան մարդիկ, ովքեր ուզում են ինձ լռեցնել»։ Եվ նրա բժիշկը Դավիթ Հովանիսյանը հիշում էր, որ Գուրգենի մահից մի քանի ժամ առաջ նա ստացել էր մի զանգ անծանոթ մարդուց, ով հարցրել էր, արդյոք Գուրգենը դեռ ընդունում է իր դեղերը։ Երբ Դավիթը հարցրեց, ով է զանգահարում, մարդը պարզապես ասաց. «Ես մեկն եմ, ով հետաքրքրված է նրա առողջությամբ», եւ կտրեց զանգը։ Բոլոր այդ մանրամասները միասին ստեղծում էին մի պատկեր, որը սարսափելի էր։ Գուրգեն Դալիբալթայանը չէր պարզապես մի հիվանդ ծեր մարդ, ով մահացել էր բնական մահով։ Նա էր մի մարդ, ով գտնվում էր հսկողության տակ, ով սպառնալիքներ էր ստանում եւ ով վերջապես լռեցվել էր։ Բայց ով էր պատասխանատու այդ ամենի համար։ Ով էր այն մարդը, ով տվել էր հրաման Գուրգենին լռեցնելու համար։ Եվ ամենակարևորը, ինչու էր այդ մարդը այդքան վախենում Գուրգենի ճշմարտությունից։ Անահիտը որոշեց, որ նա պետք է գտնի պատասխաններ այդ հարցերին։ Նա որոշեց, որ նա պետք է բացահայտի ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան վտանգավոր կլինի դա։ Որովհետև նա գիտեր, որ եթե նա չանի դա, ապա Գուրգեն Դալիբալթայանի զոհաբերությունը կլինի զուր։ Եթե նա չանի դա, ապա այն ճշմարտությունը, որի համար նրա պապը մահացել էր, կմնա թաքնված հավերժ։ Անահիտը նստեց իր համակարգչի առջև եւ սկսեց գրել։ Նա սկսեց գրել ամեն ինչ, ինչ նա իմացել էր իր հետազոտության ընթացքում։ Նա գրեց Գուրգենի հիվանդության մասին, նրա կանխատեսումների մասին, նրա զգուշացումների մասին եւ նրա վերջին օրերի մասին։ Նա գրեց այն մարդկանց մասին, ովքեր հետևում էին նրան, ովքեր սպառնում էին նրան եւ ովքեր վերջապես լռեցրին նրան։ Եվ նա գրեց այն 15 անունների մասին, որոնք Գուրգենը գրել էր իր օրագրում, այն անունները, որոնք նա համարում էր պատասխանատու Արցախի ապագա կորստի համար։ Երբ նա ավարտեց գրելը, նա նայեց էկրանին եւ հարցրեց ինքն իրեն. «Արդյոք ես պատրաստ եմ հրապարակել այս ամենը։ Արդյոք ես պատրաստ եմ դիմակայել այն հետևանքներին, որոնք կգան այս բացահայտումից»։ Նա գիտեր, որ պատասխանը այո էր, որովհետև նա գիտեր, որ Գուրգեն Դալիբալթայանը կուզեր, որ ճշմարտությունը բացահայտվի։ Նա գիտեր, որ նրա պապը զոհաբերեց իր կյանքը այդ ճշմարտության համար, եւ նա չէր կարող թույլ տալ, որ այդ զոհաբերությունը լինի զուր։ Բայց նախքան նա սեղմեր հրապարակել կոճակը, նա ստացավ մի նամակ։ Նամակը անանուն էր, առանց ուղարկողի հասցեի, առանց ստորագրության։ Նամակում գրված էր. «Անահիտ, դուք չգիտեք, թե ինչի մեջ եք մտնում։ Դուք չգիտեք, թե որքան վտանգավոր է այն, ինչ դուք փորձում եք անել։ Ձեր պապը մահացավ, որովհետև նա չլսեց զգուշացումները։ Մի կրկնեք նրա սխալը։ Ջնջեք այն, ինչ դուք գրել եք, եւ մոռացեք այս ամենի մասին։ Եթե դուք չանեք դա, դուք կհետևեք ձեր պապի ճանապարհով»։ Անահիտը կարդաց նամակը եւ զգաց, թե ինչպես է սառը վախը տարածվում նրա մարմնով։ Բայց նա նաեւ զգաց ինչ-որ այլ բան՝ զայրույթ։ Զայրույթ այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին նրան վախեցնել, ովքեր փորձում էին նրան լռեցնել, ինչպես նրանք լռեցրել էին նրա պապին։ Նա ջնջեց նամակը, վերադարձավ իր համակարգչին եւ սեղմեց հրապարակել կոճակը։ Ճշմարտությունը այժմ դուրս էր, եւ ոչինչ չէր կարող այն հետ բերել։ Երբ Անահիտը սեղմեց հրապարակել կոճակը, նա չգիտեր, որ հենց այդ պահին, 2022 թվականի մարտի 15-ին, մի այլ կին, հազարներ կիլոմետր հեռու, Մոսկվայում, բացում էր մի հին պահարան, որը պատկանել էր նրա հորը։ Այդ կինը, Իրինա Վոլկովան, երբեք չէր հանդիպել Գուրգեն Դալիբալթայանին, բայց նրա հայրը, Միխայիլ Վոլկովը, եղել էր խորհրդային KGB գնդապետ, ով ծառայել էր անվտանգության խորհրդում 1992 թվականին։ Երբ Իրինան բացեց պահարանը, նրա ձեռքերը դողում էին։ Ներսում նա գտավ մի փաթեթ, փակ ծրարով, որի վրա գրված էր. «Բացել միայն իմ մահից հետո։ Գուրգեն Դալիբալթայան, Արցախ, 2020»։ Իրինան բացեց ծրարը եւ հանեց մի տասնյակ փաստաթղթեր, ամենը գրված ռուսերեն, ամենը կնքված խիստ գաղտնի դրոշմով։ Առաջին փաստաթուղթը տվագրված էր 1992 թվականի մայիսի 13-ով, 4 օր Շուշիի ազատագրումից հետո։ Այնտեղ գրված էր. «Գեներալ Դալիբալթայանի հաղթանակը Շուշիում ստեղծեց անսպասելի իրավիճակ։ Մոսկվան չէր սպասում այդ արդյունքին։ Այժմ մենք պետք է որոշենք, արդյոք մենք աջակցում ենք Հայաստանին, թե մենք պահպանում ենք մեր կապերը Ադրբեջանի հետ»։ Ով էր գրել այդ փաստաթուղթը։ Ինչպիսի որոշում կայացրեց Մոսկվան։ Եվ ամենակարևորը, ինչպես էր այդ որոշումը կապված Գուրգեն Դալիբալթայանի ճակատագրի հետ։ Իրինան շարունակեց կարդալ փաստաթղթերը, եւ յուրաքանչյուր էջ բացահայտում էր նոր շերտ մի խորը դավադրության, որը տևել էր 30 տարի։
Երկրորդ փաստաթուղթը պարունակում էր մի հանդիպման արձանագրություն, որը տեղի էր ունեցել 1994 թվականի հոկտեմբերին։ Այդ հանդիպմանը ներկա էին եղել ռուսական, ադրբեջանական եւ թուրքական ներկայացուցիչներ։ Արձանագրության մեջ գրված էր. բոլոր կողմերը համաձայնեցին, որ Արցախի հարցը պետք է լուծվի երկարաժամկետ հեռանկարում։ Ներկայիս կարգավիճակը ժամանակավոր է։ 2020 թվականին, երբ տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվի, Արցախը պետք է վերադառնա Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրինան կարդաց այդ տողերը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը սառում։ 2020 թվականը։ Այն նույն թվականն էր, որի մասին Գուրգեն Դալիբալթայանը զգուշացրել էր իր ողջ կյանքի ընթացքում։ Արդյոք նա գիտեր այդ գաղտնի համաձայնության մասին։ Արդյոք նրան ինչ-որ մեկը տեղեկացել էր, որ Արցախի ճակատագիրը արդեն որոշված էր դեռ 1994 թվականին։ Եվ եթե այդպես է, ապա ով էր այդ մարդը, ով համարձակվեց բացահայտել այդ ճշմարտությունը գեներալին։ Երրորդ փաստաթուղթը ավելի սարսափելի էր։ Այն պարունակում էր ցուցակ 15 անուն, որոնք նշված էին որպես ակտիվ մասնակիցներ երկարաժամկետ պլանի իրականացման մեջ։ Իրինան սկսեց կարդալ այդ անունները, եւ նրա աչքերը լայնացան։ Այդ անունները չէին անծանոթ։ Դրանք էին հայաստանյան քաղաքական եւ ռազմական ելիտայի ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր զբաղեցնում էին բարձր պաշտոններ 2000-ների սկզբին, մարդիկ, ովքեր որոշումներ էին կայացնում Արցախի ապագայի մասին։ Յուրաքանչյուր անվան կողքին գրված էր մի կարճ նշում. ստացել է ֆինանսական աջակցություն արտաքին աղբյուրներից, պահպանում է գաղտնի կապեր Բաքվի հետ, համաձայնել է չդիմակայել 2020 թվականի սցենարին։ Իրինան զգաց, թե ինչպես է զայրույթը բորբոքվում նրա ներսում։ Այս մարդիկը դավաճաններ էին։ Այս մարդիկը վաճառել էին Արցախը դեռ տասնյակ տարիներ առաջ, եւ Գուրգեն Դալիբալթայանը գիտեր դա։ Նա գիտեր նրանց անունները, նա գիտեր նրանց դերը, եւ նա փորձեց զգուշացնել իր ժողովրդին, բայց ոչ ոք չլսեց նրան։ Իրինան հասավ վերջին փաստաթղթին, որը թվագրված էր 2018 թվականի դեկտեմբերի 11-ով, մի օր նախքան Գուրգեն Դալիբալթայանի մահը։ Այդ փաստաթուղթը հրաման էր, ստորագրված նրա հոր Միխայիլ Վոլկովի կողմից։ Հրամանում գրված էր. Սուբյեկտ Դալիբալթայան, գոց. ներկայացնում է անվտանգության սպառնալիք երկարաժամկետ պլանի իրականացման համար։ Նրա հանրային հայտարարությունները կարող են բացահայտել գործողության մանրամասները։ Առաջարկվում է ձեռնարկել անհետաձգելի միջոցներ սուբյեկտի լռեցման համար։ Մեթոդ. բնական մահ սրտի կաթվածից։ Կատարման ժամկետ՝ մինչև 2015 թվականի հունվարի 15-ը։ Իրինան կարդաց այդ տողերը եւ զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում նրա շուրջը։ Նրա հայրը, նրա սեփական հայրը տվել էր հրաման սպանել Գուրգեն Դալիբալթայանին։ Նա տվել էր հրաման լռեցնել այն մարդուն, ով փորձում էր փրկել իր ժողովրդին։ Իրինան նստեց հատակին եւ լացեց։ Նա լացեց իր հոր համար, ով դարձել էր մի համակարգի գործիք։ Նա լացեց Գուրգեն Դալիբալթայանի համար, ով զոհաբերեց իր կյանքը ճշմարտության համար։ Եվ նա լացեց Արցախի համար, որի ճակատագիրը որոշված էր դեռ տասնյակ տարիներ առաջ։ Բայց Իրինան չդադարեց լալուց։ Նա վերցրեց այդ փաստաթղթերը, սկանավորեց դրանք եւ ուղարկեց Անահիտին։ Նա գրեց նրան մի նամակ. Ես չեմ ճանաչում ձեզ, բայց ես գիտեմ, որ դուք փնտրում եք ճշմարտությունը ձեր պապի մասին։ Այս փաստաթղթերը ապացուցում են, որ նա ճիշտ էր։ Նա միշտ ճիշտ էր։ Եվ նա մահացավ, որովհետև նա համարձակվեց ասել ճշմարտությունը։ Ես ներողություն եմ խնդրում իմ հոր անունից։ Ես ներողություն եմ խնդրում ռուսական համակարգի անունից։ Եվ ես խոստանում եմ, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս ճշմարտությունը երբեք չմոռացվի։ Երբ Անահիտը ստացավ այդ նամակը եւ բացեց գծված փաստաթղթերը, նա հասկացավ, որ նրա պապի պատմությունը ավելի խորն էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Գուրգեն Դալիբալթայանը ոչ միայն հերոս էր, ով ազատագրեց Շուշին, նա նաև զոհ էր մի համաշխարհային դավադրության, որը պլանավորվել էր տասնյակ տարիներ առաջ։ Եվ այժմ, երբ ճշմարտությունը բացահայտվել էր, հարցը մնում էր. ինչ են մարդիկ անելու այդ ճշմարտության հետ։ Երբ Անահիտի հրապարակումը տարածվեց ինտերնետում, արձագանքը եղավ ակնթարթային եւ ուժգին։ Հազարավոր մարդիկ կարդացին Գուրգեն Դալիբալթայանի պատմությունը, տեսան փաստաթղթերը, որոնք Իրինան ուղարկել էր, եւ սկսեցին հարցեր տալ։ Սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ։ Մարդիկը պահանջում էին պատասխաններ։ Նրանք պահանջում էին իմանալ, թե ովքեր են այն 15 մարդիկը, որոնց անունները նշված էին ռուսական փաստաթղթերում։ Նրանք պահանջում էին իմանալ, թե ինչու Գուրգեն Դալիբալթայանի զգուշացումները անտեսվեցին։ Եվ դրանք պահանջում էին արդարություն։ Բայց պաշտոնական պատասխանը եղավ լռություն։ Կառավարությունը հրաժարվեց մեկնաբանել։ Անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը կեղծ են, եւ այն մարդիկը, որոնց անունները նշված էին ցուցակում, ժխտեցին ցանկացած կապ Ադրբեջանի կամ արտաքին ուժերի հետ։
Բայց մարդիկը չհավատացին։ Նրանք տեսան, թե ինչպես էր Արցախը կորել 2020 թվականին։ Նրանք տեսան, թե ինչպես էին այն մարդիկը, ովքեր պատասխանատու էին պաշտպանության համար, ձախողվել իրենց պարտականությունները կատարելու հարցում։ Եվ նրանք հիշեցին Գուրգեն Դալիբալթայանի զգուշացումները։ Անահիտը դարձավ հանրային դեմք։ Նրան հրավիրեցին հեռուստաալիքներ, նրա հետ հարցազրույցներ վերցրեցին թերթերը, եւ նրա պատմությունը դարձավ սիմվոլ։ Սիմվոլով այն մարդկանց համար, ովքեր հավատում էին, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Բայց Անահիտը նաև դարձավ թիրախ։ Նա սկսեց ստանալ սպառնալիքներ։ Անանուն զանգեր գիշերվա ժամերին, նամակներ, որոնք պահանջում էին, որ նա դադարեցնի իր հետազոտությունը, եւ նույնիսկ ֆիզիկական հարձակումներ փողոցում։ Բայց Անահիտը չվախեցավ։ Նա հիշեց իր պապի խոսքերը. «Ես չեմ վախենում մահից։ Ես միայն վախենում եմ, որ ես չեմ կարողանա զգուշացնել մեզ ժողովրդին ժամանակին»։ Եվ նա որոշեց շարունակել։ Նա որոշեց, որ նա կպայքարի մինչև վերջ, ինչպես նրա պապը արել էր։ 2022 թվականի ապրիլին Անահիտը կազմակերպեց մի հանրային միջոցառում Երևանում, Գուրգեն Դալիբալթայանի հիշատակին նվիրված։ Հազարավոր մարդիկ եկան։ Նրանք բերեցին ծաղիկներ, նրանք բարձրացրին գեներալի լուսանկարները եւ նրանք պահանջեցին արդարություն։ Միջոցառման ժամանակ Անահիտը ելույթ ունեցավ։ Նա խոսեց իր պապի մասին, նրա հերոսության մասին, նրա զգուշացումների մասին եւ նրա զոհաբերության մասին։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է համակարգը դավաճանել նրան, ինչպես են նրան լռեցրել եւ ինչպես է նրա ճշմարտությունը վերջապես բացահայտվել։ Եվ նա ավարտեց իր ելույթը մի հարցով, որը ցնցեց բոլորին։ Մենք կորցրինք Արցախը, որովհետև մենք չլսեցինք Գուրգեն Դալիբալթայանին։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք լսել հիմա։ Արդյոք մենք պատրաստ ենք պահանջել պատասխանատվություն այն մարդկանցից, ովքեր դավաճանեցին մեզ։ Թե մենք կշարունակենք ապրել սուտի մեջ, մինչև մենք կորցնենք ամեն ինչ։ Հանդիսատեսը պատասխանեց աղմուկով։ Մարդիկը սկսեցին գոչել. «Արդարություն Դալիբալթայանի համար։ Բացահայտեք 15 անունները։ Ոչ մի ավելի դավաճանություն»։ Միջոցառումը դարձավ շարժման սկիզբ։ Շարժման, որը պահանջում էր ճշմարտություն, պահանջում էր պատասխանատվություն եւ պահանջում էր, որ Գուրգեն Դալիբալթայանի զոհաբերությունը չլինի զուր։ Բայց այդ շարժումը նաեւ դիմակայեց ուժեղ դիմադրության։ Այն մարդիկ, ովքեր ուներին իշխանություն, ովքեր ուներին ազդեցություն եւ ովքեր վախենում էին, որ ճշմարտությունը կբացահայտի նրանց դերը Արցախի կորստում, սկսեցին հակահարձակում։ Նրանք փորձեցին դիսկրեդիտացնել Անահիտին, փորձեցին ներկայացնել նրան որպես կոնսպիրոլոգ եւ փորձեցին ժխտել փաստաթղթերի իսկությունը։ Բայց մարդիկը չհավատացին նրանց, որովհետեւ նրանք տեսել էին ճշմարտությունը իրենց սեփական աչքերով։ Նրանք տեսել էին, թե ինչպես էր Արցախը կորել եւ նրանք գիտեին, որ Գուրգեն Դալիբալթայանը ճիշտ էր։ Այսօր, երբ մենք նայում ենք Արցախի պատմությանը, մենք տեսնում ենք մի ողբերգություն, որը կարող էր կանխվել։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով տեսավ ապագան, ով զգուշացրեց մեզ եւ ով զոհաբերեց իր կյանքը, որպեսզի մենք իմանանք ճշմարտությունը։ Գուրգեն Դալիբալթայանը մահացավ 2019 թվականի հունվարի 12-ին, բայց նրա ժառանգությունը ապրում է։ Նրա զգուշացումները, որոնք անտեսվեցին նրա կյանքի ընթացքում, այժմ դարձել են մեր ուսուցման դասեր։ Նրա զոհաբերությունը, որը թաքցվեց տասնյակ տարիներ, այժմ դարձել է մեր ոգեշնչման աղբյուր։ Եվ նրա ճշմարտությունը, որը փորձեցին ոչնչացնել, այժմ բացահայտվել է ամբողջ աշխարհին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան երկրորդ պատերազմը սկսվեց, Գուրգեն Դալիբալթայանի կանխատեսումները իրականացան։ Շուշին, որը նա ազատագրել էր 1992 թվականին, ընկավ ադրբեջանական ուժերի ձեռքը։ Հայ զինվորները նահանջեցին, խաղաղ բնակիչները փախան իրենց տներից, եւ ամբողջ աշխարհը դիտեց, թե ինչպես է մի ժողովուրդ կորցնում իր հայրենիքը։ Բայց այդ ողբերգության մեջ կար նաեւ մի դաս։ Դաս այն մասին, որ երբ մի մարդ համարձակվում է ասել ճշմարտությունը, մենք պետք է լսենք նրան։ Դաս այն մասին, որ երբ մի հերոս զգուշացնում է մեզ վտանգի մասին, մենք պետք է վստահենք նրան։ Եվ դաս այն մասին, որ եթե մենք անտեսենք այդ զգուշացումները, մենք կվճարենք ամենաբարձր գինը։ Գուրգեն Դալիբալթայանի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է մեր միջոցով, ովքեր հիշում ենք նրան, ովքեր պատվում ենք նրա հիշատակը եւ ովքեր պայքարում ենք, որպեսզի նրա զոհաբերությունը չլինի զուր։ Այն շարունակվում է Անահիտի միջոցով, ով համարձակվեց բացահայտել ճշմարտությունը։ Այն շարունակվում է Իրինայի միջոցով, ով ընտրեց արդարությունը, նույնիսկ երբ դա նշանակում էր դավաճանել իր հոր հիշատակին։ Եվ այն շարունակվում է յուրաքանչյուր մարդու միջոցով, ով հավատում է, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Բայց մի հարց մնում է անպատասխան։
Այն 15 անունները, որոնք Գուրգեն Դալիբալթայանը գրել էր իր օրագրում, որոնք նշված էին ռուսական փաստաթղթերում, եւ որոնք պատասխանատու էին Արցախի կորստի համար։ Արդյոք նրանք երբևէ կպատասխանեն իրենց արարքների համար։ Արդյոք արդարությունը երբևէ կհասնի նրանց։ Թե նրանք կշարունակեն ապրել իրենց կյանքը, թաքնված իրենց իշխանության եւ ազդեցության ետևում, մինչդեռ հազարավոր մարդիկ տառապում են նրանց դավաճանության հետևանքներից։ Դա հարց է, որին պատասխանը կախված է մեզանից։ Կախված է նրանից, թե արդյոք մենք պատրաստ ենք պահանջել պատասխանատվություն։ Արդյոք մենք պատրաստ ենք պայքարել արդարության համար, եւ արդյոք մենք պատրաստ ենք ապահովել, որ Գուրգեն Դալիբալթայանի զոհաբերությունը չմոռացվի։